Ջինիշյան հիշատակի հիմնադրամը և Երկիր մեդիա հեռուստաընկերությունը ներկայացնում են Ազատ քաղաքացի հաղորդաշարը։ Հաղորդաշարին մասնակցում են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող երիտասարդները ներգրաված հասարակության մեջ ծրագրի մասնակից դպրոցների աշակերտները։ Հաղորդման ընթացքում մասնակիցների արտահայտած տեսակետները կարող են չհամընկնել ծրագրի կազմակերպիչների տեսակետների հետ։ Ժամանակը մեզ տրված գանձ է, իսկ ինչպես այն ծախսել և օգտագործել, որոշում է մեզանից յուրաքանչյուրը։ Ողջույն, երկրի եթերում Ազատ քաղաքացի հեռուստանախագիծն է։ Նախագիծ, որի մասնակիցները հստակ գիտեն ինչպես օգտագործել իրենց տրված ժամանակը։ Նրանք որոշել են կուտակել բազմակողմանի գիտելիքներ և սերտել քաղաքակիրթ բանավեճի բոլոր կանոնները։ Այսօր մեր կանոնները ինչպես և միշտ նույնն են, մենք ունենք մեկ թեմա, 2 բանավիճող թիմ և 3 դատավոր։ Շտապում եմ ներկայացնել մեր այսօրվա բանավեճի թեման։ Սոցիալական ցանցերը ժամանակ վատնելու միջոց են։ Այսօր մենք նույնպես բացառիկ հանդիպում ունենք այն իմաստով, որ Ազատ քաղաքացում հերթական անգամ հանդիպել են մեկ քաղաքի 2 թիմեր։ Սա իսկապես մեր նախագծի համար բավականին անսովոր վիճակ է, ու եթե նախորդ խաղին բանավիճում էին Գյումրուց 2 թիմեր, ապա այսօր թիմերը 2-ն էլ Երևանից են։ Ընդամենը մի քանի րոպեից մենք մեր բոլոր մասնակիցներին ավելի լավ կճանաչենք, ծանոթանալու հնարավորություն կունենանք, իսկ մինչ այդ շտապում եմ ներկայացնել մեր այսօրվա հանդիպման դատավորներին։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի բանավեճերի ակումբի համակարգող Կարեն Շաքարյան, Երևանի պետական համալսարանը ներկայացնող մշակութաբան Տաթև Չախչախյան և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Նարեկ Ալատուզյան։ Երևանն ընդդեմ Երևանի, այսօրվա խաղը կարելի է այսպես մեկնաբանել։ Յուրաքանչյուր թիմում մեր քաղաքը ներկայացնող տարբեր դպրոցներից հավաքված աշակերտներ են։ Նրանք կազմել են թիմ, ունեն դիրքորոշում և պատրաստ են այն ներկայացնել։ Ըստ ընթացակարգի նախ լսելու ենք կողմ դիրքորոշմամբ հանդես եկող թիմի կառուցողական ելույթը, որը չպետք է գերազանցի 5 րոպեն։ Բարև ձեզ հարգելի ներկաներ, սիրելի դատավորական կազմ և դեմ թիմի անդամներ։ Կցանկանայինք մեր այսօրվա բանավեճը սկսել Էրիկ Էմանուել Շմիթի խոսքերով։ Բանավեճի մեջ ամենադժվարը ոչ թե սեփական տեսակետը պաշտպանելն է, այլ այդ տեսակետն ունենալը։ Մաղթում ենք հաճելի բանավեճ։ Ինտերնետը դա մի տեղեկատվական ցանց է, որից այսօր օգտվում են տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ։ Համացանցը այսօր օգտագործում է աշխարհի մոտավորապես 1/4 մասը, մոտավորապես 1.5 միլիարդ մարդ։ Facebook-ը իր բնակչությամբ այսօր զիջում է միայն Հնդկաստանին և Չինաստանին։ Հարկ է նշել, որ Facebook-ը ստեղծվել է Հարվարդի ուսանողների համար, բայց այսօր Facebook-ը դարձել է աշխարհի ամենաայցելվող կայքերից մեկը։ Վերջին ժամանակներում գնալով մեծ տարածում են գտնում ինտերնետ ընկերակցությունները, որոնք ստեղծված են տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց միավորելու համար։ Դրանք կոչվում են սոցիալական ցանցեր։ Այդ սոցիալական ցանցերի նպատակը մեկն է՝ միավորել մարդկանց ըստ իրենց հետաքրքրությունների։ Կցանկանայի նշել մի քանի հայտնի հանրահայտ ցանց, որոնցից էին Одноклассники, Facebook-ը, Twitter-ը և նմանատիպ այլ կայքեր։ Կցանկանայինք նաև նշել, որ Հայաստանից Одноклассники կայքում գրանցված են մոտավորապես 300,000 օգտվողներ։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երիտասարդները, ովքեր 3 կամ ավելի ժամ անցկացնում են սոցիալական կայքերում, ավելի հավանական է, որ կփորձեն ծխել, խմել և ընդհանրապես վատ վարք դրսևորել։ Բացի այդ, սոցիալական ցանցերից օգտվողների մոտ ավելի արտահայտիչ են տրամադրության անկումները, սթրեսները, դեպրեսիաները և քնի խանգարումները։ Բացի այդ, նաև ցածր ակադեմիական առաջադիմություն։ Այս բոլոր հետազոտություններից հետևություն անելով կարող ենք հաստատ ասել, որ ծնվել, ապրել, մեծանալ և մահանալ սոցցանցերում ժամանակի վատման լավագույն միջոցը չէ։ Սոցցանցերում ժամանակը վատնելու լավագույն միջոցներից է նաև խաղեր խաղալը։ Օգտվողը մտնում է խաղի մեջ և չի նկատում, թե ինչպես է ժամ առ ժամ նրա մոտ պակասում լավը և վայրկյան առ վայրկյան նրա մոտ շատանում վատը։ Մեջբերում եմ Քեյթի Սալենի և Էրիկ Ցիմերմանի խոսքերը։ Խաղը դա մի համակարգ է, որը մասնակցին ներգրավում է նախապես սահմանված օրենքներով և որակական արդյունքով պայմանավորված առաստական կոնֆլիկտում։ Մեջբերման ավարտը։ Իհարկե, այսօր կան տարբեր խաղեր, որոնք խաղալը կարող է ունենալ դրական արդյունք, բայց քանի որ մեր օրերում այդ խաղերից կան այնքան, որ մենք կարող ենք հաշվել մեր մատների վրա, ուրեմն այստեղից հետևություն, որ խաղեր խաղալը չունի իր դրական կողմը։
Մանկական նյարդաբանները նկատել են, որ համակարգչային խաղամոլությունը համակարգչի առջև 12-ից 13 ժամ անցկացնելը կարող է հանգեցնել երեխայի կեցվածքի փոփոխության, կուզ, ողնաշարի ծռումներ, նյարդային համակարգի խանգարումներ, քրոնիկական հոգնածության ախտանիշներ, սրտանոթային համակարգի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներ։ Արդեն ապացուցված է, որ ինտերնետային խաղերը մեծ ազդեցություն են ունենում երեխայի զգայական եւ ֆիզիկական դաստիարակության վրա, ձևավորելով վարքային մոդել։ Համակարգչային խաղամոլության գերին դարձած երեխան իրեն պատկերացնում է այդ խաղի հերոսը, ամբողջ օրը մտածում խաղի մասին եւ կտրվում իրականությունից։ Այսօր յուրաքանչյուր առարկա ունի իր դրական եւ բացասական կողմերը եւ պետք է կարողանալ ճիշտ օգտվել եւ հնարավորինս օգտագործել իօգուտ մեզ։ Գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերը կարող են վատ անդրադառնալ մարդու հոգեկանի վրա, առաջացնելով մշտական վտանգի զգացում եւ ոչ adekvat պահվածք, նշում է The Daily Telegraph-ի կողմից հրապարակված հոդվածում։ Salford-ի Business դպրոցի անցկացրած հարցումների արդյունքում հարցվածների կեսից ավելին նշել է, որ Facebook-ում կամ Twitter-ում իրադարձությունների հոսքին հետևելու ցանկությունը գերակշռում է եւ նրանք չեն կարողանում քնել կամ հանգստանալ։ Ավարտելով այս ամենը կցանկանայինք ասել, որ մեզանից յուրաքանչյուրին նմանեցնել մի սահմանապահ զինվորի, որի ձեռքում զենք է, որը նա ծառայեցնում է հայրենիքին։ Իսկ մենք մեր ձեռքում ընդամենը մի մկնիկ է։ Եկեք գոնե դա ծառայեցնենք մեր հայրենիքին։ Կողմ թիմի շնորհակալություն։ Տեղեկացնեմ, որ կողմ թիմի անդամները տեղավորվեցին իրենց տրված 5 րոպե ժամանակահատվածում եւ ներկայացրեցին իրենց կառուցողական ելույթը։ Ընթացքին իհարկե ամենայն ուշադրությամբ հետևում էին դեմ թիմի ներկայացուցիչները։ Նրանց հարցերը արդեն պատրաստ են ու պատրաստ են նաև հնչեցվելու։ Որն է ձեր առանցքային արժեքը։ Մեր առանցքային արժեքն է ժամանակը ոսկի է։ Չեք կարծում, որ հաշմանդամների համար սոցիալական ցանցերը ստեղծում են օգուտ, քանի որ հաշմանդամները լինելով գրանցվելով սոցիալական ցանցերում, նրանց շփման օղակը մեծանում է։ Մենք կարծում ենք, որ հաշմանդամները սոցիալական ցանցերում շփումների շրջանակը լայնացնելով հետագայում կարող են խնդիրներ առաջացնել իրենց համար, քանի որ վիրտուալ աշխարհից իրական կյանք վերադառնալով նրանք կհասկանան, որ իրականում նրանք այն չեն, ինչ որ վիրտուալ կյանքում են ու եթե հաշվենք հաշմանդամների քանակը մեր հասարակության մեջ շատ փոքր տոկոս է կազմում եւ միայն հաշմանդամների համար, որպեսզի համարենք, որ սոցիալական ցանցերը ժամանակ վատնելու միջոց չեն, համարում ենք անիմաստ։ Ձեզ համար ժամանակ վատնել ասելով ինչ եք հասկանում։ Մենք հասկանում ենք, այսինքն ժամանակը չվատնել անիմաստ հաղորդակցություններ կարդալով եւ մեկնաբանությունների մասնակցելով։ Դրա փոխարեն ավելի արդյունավետ եւ ավելի կարեւոր բաներ կան եւ մենք փորձում ենք այդպես շարժվել, ավելի կարեւոր եւ ավելի հետաքրքիր բաներով զբաղվել։ Շնորհակալություն։ Եվ ինչով եք կապում այդ ամենը սոցիալական ցանցերի հետ։ Մենք դա կապում ենք անիմաստ շփումներով եւ ինչ որ անիմաստ նույնպես անիմաստ նկարների տակ ինչ որ կոմենտներ թողելով։ Շնորհակալություն, հարց։ Այսօր դպրոցում է շատ աշակերտներ ոչինչ չեն սովորում եւ պարզապես ժամանակ են վատնում։ Շատ աշակերտներ կան այդպիսի։ Ինչ է կարծում դա պատճառը, որպեսզի մենք մտածենք, որ դպրոցը նույնպես ժամանակ վատնելու միջոց է։ Առհասարակ պետք է նշել, որ դպրոցում սովորելու հնարավորություն կա, բայց ոմանք չեն օգտվում այդ հնարավորությունից։ Իսկ սոցիալական ցանցերում ընդհանրապես օգուտ քաղելու հնարավորություն չկա, եւ պետք է նշենք, որ դպրոցները չեն կարող լինել ժամանակ վատնելու միջոց։ Դուք ձեր այս պատասխանով ցանկանում եք ասել, որ սոցիալական ցանցերից բացարձակապես հնարավոր չէ օգուտ քաղել։ Օգուտ քաղել կարող ենք միայն ժամանակ վատնելով, բայց քանի որ այդ օգուտը այնքան քիչ է եւ ժամանակը շատ է, ապա դրա հարաբերակցությունը շատ չնչին է ստացվում։ Կապը քաղաքական գործիչների կամ մշակութային ներկայացուցիչների հետ ապահովելու համար կարող եք առաջարկել ավելի արագ եւ արդյունավետ միջոց, քան սոցցանցերն են։ Նշենք այն փաստը, որ քաղաքական գործիչները իրենց սոցցանցերում գրանցված պրոֆիլները երբեմն այնքան էլ լուրջ չեն համարում եւ նրանց գրած նամակները նրանք այնքան լուրջ չեն համարում եւ ավելի ճիշտ կլինի, որ նրանց հետ կենթանի ձևով խոսել եւ որպեսզի դա ավելի ճիշտ ստացվի։
Եթե քաղաքական գործիչները լուրջ չեն վերաբերվում իրենց Facebook-յան էջերին, ապա ինչպես կասեք այն փաստը, որ ընդամենը մի քանի օր առաջ 8-ամյա Աշոտիկը քաղաքապետ Տարոն Մարգարյանի Facebook-յան էջին թողել էր մի հաղորդագրություն, որպեսզի նրանց բակը կանաչապատեն եւ ստեղծեն ֆուտբոլի դաշտ։ Ընդամենը մի քանի օր առաջ այդ խնդրակը եղավ եւ արդեն 8-ամյա Աշոտիկը կարողանում է իր ընկերների հետ խաղալ այն դաշտում, որը Տարոն Մարգարյանի խնդրանքով եղավ։ Վերջերս Արմեն Աշոտյանը հարցազրույցի եւ նրան հարցրեցին ինքը արդյոք ուշադրություն դարձնում է իր Facebook-յան էջի հաղորդագրություններին եւ նա ասաց որ նա այդքան էլ ուշադրություն չի դարձնում իր Facebook-յան էջի SMS-ներին եւ դրանք ամեն ինչ ավելի էական է ռեալ կյանքում, այլ ոչ թե վիրտուալ։ Շնորհակալություն թիմեր, սա հարցու պատասխանի առաջին փուլն էր, որն արդեն ավարտված է։ Հիշեցնեմ, սա Ազատ քաղաքացի հեռուստանախագիծն է, երկրի եթերում եւ մենք այսօր քննարկում ենք շատ արդիական թեմա՝ սոցիալական ցանցերը ժամանակ վատնելու միջոց են։ Մենք արդեն հասցրել ենք լսել կողմ թիմի կառուցողական ելույթը, դեմ թիմի ներկայացուցիչները իրենց հետաքրքրող հարցերը նաեւ բարձրաձայնեցին։ Ընդամենը մի քանի վայրկյան անց մենք կլսենք նույն թիմի կառուցողական ելույթը։ Ողջունում ենք կողմ թիմին, բոլոր ներկաներին եւ ժյուրի անդամներին։ Մեր այսօրվա թեման սոցիալական ցանցերը ժամանակ վատնելու միջոց են։ Մենք հանդես ենք գալիս դեմ դիրքորոշմամբ։ Միջացնելը մեր դիրքորոշմանը նախ ներկայացնենք, թե ինչ են սոցիալական ցանցերը։ Սոցիալական ցանցերը վեբկայքի տեսակներ են, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել համացանցային համայնքներ, որտեղ կարող են հավաքվել համանման հետաքրքրություններ ունեցող կամ միևնույն բնագավառը ներկայացնող մարդիկ։ Սոցիալական ցանցերը մեծ նշանակություն ունեն հատկապես մեր օրերում։ Առաջինը շփման միջոց է հանդիսանում, երկրորդը ժամանակի ռացիոնալ օգտագործումը։ Թույլ է տալիս տեղեկություններ ստանալ եւ ընդհանուր եւ մասնագիտական առումներով, տալիս է բարեգործական լայն հնարավորություններ, հաշմանդամներին տալիս է շփման հնարավորություն, թույլ է տալիս դեռ բերել հովանավորներ, ամրապնդում է ծնող դպրոց հարաբերությունները, աշխատանքի տեղավորման խնդիրն է լուծում եւ արտադրողներին թույլ է տալիս իրացնել իրենց ապրանքները։ Նաեւ նշեմ համաշխարհային հռչակ վայելող սոցիալական ցանցերից Facebook-ը, Skype-ը, MySpace, Twitter, Google, Good, YouTube, Yandex, Mail եւ WordPress սոցիալական ցանցերը։ Նաև ասեմ, որ մեր առանցքային արժեքն են նույն ծաղկից մեղուն մեղր է պատրաստում, իսկ օձը թույն։ Սոցիալական ցանցերում հավաքվում են ինֆորմացիայի աղբյուրները, անհատները, ԶԼՄ-ները, բլոգները, իսկ օգտվողը ընտրում է այն, ինչ անհրաժեշտ է։ Այսպիսով նաև չի լինում ժամանակի կորուստ։ Ինֆորմացիայի տեղադրումը եւ տարածումը բնականաբար չի լինում անարձագանք։ Ստեղծվում են խմբեր, ուղղություններ, հակառակորդներ, որոնք որ ստեղծում են հասարակական կարծիք։ Արդյոք սոցիալական ցանցերը կարող են լուրջ փոփոխություններ եւ տեղաշարժերի պատճառ դառնալ։ Այս հարցը միշտ եղել է բանավիճային իր փաստարկներով, բայց 2011 թվականի Եգիպտոսի, այնուհետև արաբական մյուս երկրների օրինակները քրսերքի նժարը ծանրացեցին դեպի սոցիալական կայքերը։ Չի կարելի ասել, որ հեղափոխության պատճառը հենց սոցիալական կայքերն էին, բայց նրանք խթան էին հանդիսանում։ Այսօր գրեթե բոլոր քաղաքական գործիչները ունեն իրենց պաշտոնական էջերը սոցիալական կայքերում, մասնավորապես Facebook-ում, որոնք հնարավորություն են տալիս ժողովրդին իրենց հարցերը հղել տարբեր պաշտոնյաների եւ ստանալ իրենց փուզող պատասխանները։ Բացի դա, նախընտրական քարոզարշավների ժամանակ ստեղծում են էջեր, որոնք օգնում են թեկնածուներին ձեռք բերել համախոհներ եւ կողմնակիցներ։ Ժամանակի մարդիկ տարապել են կարոտախտով, սակայն դա այժմ վերացել է, քանի որ մարդիկ կարողանում են շփվել նաև այն դեպքում, երբ գտնվում են երկրագնդի հակառակ բևեռներում։ Բոլորս էլ ունենք հարազատներ արտասահմանում եւ կարող ենք նրանց հետ շփվել անգամ որտեղ էլ որ գտնվենք։ Այս ամենը մեծ հնարավորություն է տալիս տեսազանգերը։ Սրանք միանգամայն անվճար են եւ շատ արագ։ Մարդիկ կան, որ չեն պատկերացնում իրենց կյանքը առանց իրեն հարազատներ տեսնելու եւ շփվելու, եւ տեսազանգերը օգնում են նրանց, այլ ոչ թե խանգարում։ Տեսազանգերի շարքում առաջին տեղը զբաղեցնում է Skype-ը։ Skype-ը օգնում է ոչ միայն ազատվել կարոտախտից, այլ նաեւ հնարավորություն է տալիս ստանալ նոր աստղեր եւ բացահայտում է նոր տաղանդների։ Օրինակ հայ Սուպերստար նախագծում շատ մասնակիցներ ընտրվեցին հենց տեսազանգերի միջոցով։ Կան շատ սոցիալական ցանցեր, որոնք նույնպես օգուտ ունեն։ Այդպիսի կայքերից մեկը դասարան.am-ն է։ Այս սոցիալական կայքի միջոցով ծնողները կարող են ոչ միայն տեղեկանալ իրենց երեխաների գնահատականներից, այլ նաև իրազեկ լինել նրանց վարքից։
ծնողը կարող է չգալ դպրոց եւ անգամ աշխատանքի վայրից իմանալ այն ամենի մասին, ինչ կատարվում է երեխայի հետ։ Այսպես նշանակում է, որ սոցիալական ցանցը ոչ թե հանդիսանում է ծնողին օգուտ, այլ օգնում է նրան երեխային զգալ իր կողքին, երբ նա դպրոցում է։ Սոցիալական կայքերի միջոցով է, որ կազմակերպվում են բազմաթիվ բարեգործական ակցիաներ։ Դրանցից են Շաղատ բարեգործական հիմնադրամը, Հայունյաց բարեգործական ընկերությունը, Կաթիլ բարեգործական ֆոնդը եւ այլ բազմաթիվ ընկերություններ իրենց գործունեությունը մասամբ ծավալում են սոցցանցերում։ Քանզի սոցցանցերն են ամենահարմար եւ ամենաարագ միջավայրը մարդկանց հետ համագործակցելու համար։ Սոցցանցերն ունեն նաեւ անձնական տվյալների անձեռնմխելիության ապահովող պարզ կարգավորումներ։ Այս գործիքները թույլ են տալիս օգտվողներին իրենց անձնական էջերի որոշ մասերը հասանելի դարձնել միայն ընկերներին կամ որոշ արտոնություններ ունեցող անձանց։ Նրանք թույլ են տալիս անդամներին սահմանափակել որոնումներով իրենց գտնելու եւ իրենց բովանդակությունը հասանելի դարձնելու կամ այլ անդամների կողմից դիմելու հնարավորությունը։ Եթե չլինեն սոցիալական ցանցերը, ապա շատ on-line հեռուստաալիքներ եւ ռադիոկայաններ չէին կարող իրենց վերջին լուրերը եւ նորությունները տարածել եւ մարդկանց ավելի մատչելի դարձնել։ Օրինակ, Civilnet TV-ն մեզ առաջարկում է լավագույն հետաքրքիր ծրագրեր, նորություններ, որոնց մասին մարդիկ տեղեկանում են հիմնականում Facebook-ի, իրենց Одноклассники եւ այսպես շարունակ կայքերի միջոցով, ընդհանրապես տարածելու մեկ մարդու մեկ ձեռքի հպումով կարող ես դու մարդկանց տարածել այդ լուրը կամ հավանել, այնպես որ սա եւս մեկ անգամ ապացույց էր, որ սոցիալական ցանցերը նաեւ օգտակար են։ Դեմթիմ շնորհակալություն, մենք լսեցինք այս հնգյակի կառուցողական ելույթը, շատ բաներ արդեն մեզ համար պարզ են նրանց դիրքորոշումից, կարծում եմ նաև պարզ ու ոչ հասկանալի որոշ դրույթներ կան նաև կողմ թիմի մոտ եւ հենց դրանք պարզաբանելու լավագույն հնարավորություն է տալիս հարց ու պատասխանի փուլը, որի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն։ Մենք սպասում ենք առաջին հարցին։ Արդյոք դուք գրանցված եք որևէ սոցիալական ցանցում։ Այո, գրանցված ենք եւ մենք փորձում ենք այդ ամենը օգտագործել օգուտ մեզ։ Կարող եք նշել ռեալ որևէ օգուտ, որը դուք ստանում եք սոցիալական ցանցերից օգտվելու ժամանակ։ Շնորհակալություն պատասխան։ Այո, մենք օգուտ քաղում ենք սոցիալական ցանցերից, մասնավորապես ինֆորմացիոն հարցերում։ Մենք արդեն նշեցինք մեր կառուցողականում, որ մեզ սոցիալական ցանցերը օգնում են, որպեսզի մենք մեր ժամանակը չկորցնենք ավելորդ փնտրտուքներ կատարելով համացանցում եւ մեզ անհրաժեշտ ինֆորմացիա մենք քաղում ենք հենց սոցիալական ցանցերի շնորհիվ եւ տեղյակ ենք լինում աշխարհի անցուդարձից։ Կարող եք նշել այնպիսի սոցիալական կայք, որը տալիս է տեղեկություն ավելին, քան Վիկիպեդիան։ Նաև նշենք այն, որ Վիկիպեդիան չի հանդիսանում սոցիալական ցանց։ Բնականաբար Վիկիպեդիայից մենք շատ ինֆորմացիա կարող ենք քաղել, քան սոցիալական ցանցերից, քան Facebook-ից, բայց եթե Վիկիպեդիայից ինֆորմացիա քաղելու համար մենք պետք է մտնենք եւ փնտրենք մեզ անհրաժեշտ ինֆորմացիան, Facebook-ում մենք անգամ ձեր ասած ժամանակ վատնելու ընթացքում մենք կարող ենք տեղեկանալ աշխարհում կատարվող իրադարձությունից, անգամ թե դա տեղի ունեցել 1 րոպե առաջ։ Եվ բացի այդ չմոռանանք, որ նույն Վիկիպեդիան մեր նման հասարակ մարդիկ են խմբագրում եւ պարտադիր չէ, որ Վիկիպեդիայում տեղ գտած բոլոր ինֆորմացիաները հավաստի լինեն։ Ինչ են շահում մարդիկ, երբ նրանց մոտ ավելանում է ծուլությունը եւ նրանց մոտ առաջ են գալիս առողջական լուրջ խնդիրներ։ Բնականաբար ոչ մի օգուտ չի կարող լինել այդ ամենից, ասեմ, որ պետք չի միայն վերագրել սոցիալական ցանցերի վրա, քանի որ ծուլություն առաջացնում է բազմաթիվ այլ առարկաներ, ինչու՞ չէ նաև բազմաթիվ մարդիկ։ Ձեր կառուցողական ելույթում նշեցիք, որ հանդիսանում է Facebook-ը եւ այդ սոցիալական կայքերը հանդիսանում են շփման միջոց։ Բայց գրանցվել են բազմաթիվ տրաֆիկինգի դեպքեր, որոնք սկսվել են հենց այդ շփումից։ Ինչպես է սա վերաբերվում։ Ինչպես կյանքում է տեղի ունենում տրաֆիկինգի դեպքեր, այդպես է սոցիալական կայքերում եւ կարծում ենք, որ դա մարդկանց ոչ իրազեկ լինելու արդյունք է։ Դուք նշեցիք փաստեր, որոնցով ապացուցում եք, որ սոցիալական ցանցերը օգուտ են բերում, բայց դուք կարող եք ինչ-որ ձևով փաստել, որ նրանք ժամանակ չեն վատնում։ Ժամանակ անցնում է եւ մենք չենք կարող այն կառավարել։ Այստեղ գտնվելով մենք նույնպես ժամանակ ենք վատնում, սակայն մենք կարող ենք ժամանակը ծառայեցնել ի օգուտ մեզ։
Օրինակ, երբ որ մեզ հանձնարարություն է տրվում դպրոցից, մենք բոլորս միասին ընկերներով, որպեսզի չզանգահարենք միմյանց հետ, չխոսենք հեռախոսի միջոցով, բոլորս եկտենք, որ հեռախոսով միանգամից 3-4 հոգի չեն կարող շփվել։ Դրա համար մենք ունենք հենց մեր դպրոցի անձնական էջի բոլոր սոցիալական կայքերում, մենք այցելում ենք այնտեղ եւ միասին փորձում ենք շփվել, միասին սովորել դասերը եւ անցկացնել մեր ժամանակը ավելի օգուտ մեզ։ Վերջ, հարգելի թիմեր, հարց ու պատասխանին տրամադրված երկրորդ 10 րոպեն արդեն սպառված է, ես հիշեցնում եմ բանավեճի այսօրվա թեման սոցիալական ցանցերը, ժամանակ վատնելու միջոց են, սա ոչ հարց է, ոչ պնդում, սա այն թեման է, որն այսօր այստեղ է բերել երկու թիմեր Երևանից։ Մեկը հանդես է գալիս կողմ դիրքորոշմամբ, իսկ մյուսը դեմ։ Ընդամենը մի քանի րոպեից նրանք վերջին ակորդը կհնչեցնեն, կլինեն երկու եզրափակիչ ելույթներ, որից անմիջապես հետո մենք կլսենք դատավորներին։ Ըստ կանոնի, նախ եւ առաջ լսելու ենք կողմ թիմի եզրափակիչ խոսքը։ Նախ ասենք, որ մենք մնում ենք մեր դիրքորոշմանը եւ այսպեսով սկսենք մեր եզրափակիչ ելույթը։ Դուք նշեցիք, ձեր կառուցողականում նշեցիք, որ Վիկիպեդիայում մուտքագրում են հասարակ մարդիկ տեղեկատվությունը, դա այդպես չէ, քանի որ դա պաշտոնական կայք է, այնտեղ դրա համար աշխատում է հատուկ խմբագրություն։ Ասացիք, որ հեռախոսով շփվելու փոխարեն երեխաները մի քանի հոգի կարողանում են սոցիալական ցանցում խոսել միաժամանակ եւ այդպես կարողանում են իմանալ իրենց դասերի մասին։ Նշենք, որ կա այսպիսի մի ասացված, թեմայից թեմա է բացվում եւ այդպես էլ նրանք կորցնում են իրենց անիմաստ ժամանակը։ Մենք ձեզ տրաֆիկինգի վերաբերյալ հարց հղեցինք եւ դուք ասացիք, որ դա հնարավոր է տեղեկատվության պակասից է։ Մենք կարծում ենք, որ դուք հենց դրանով փաստեցիք, որ սոցիալական ցանցերը չեն կարող մեզ տեղեկատվություն հաղորդել։ Նաեւ նշեցիք, որ Civilnet-ի ծրագրերը շատ հետաքրքրաշարժ ծրագրեր են ստեղծում եւ մենք կարծում ենք, որ հենց այդ հետաքրքրաշարժ ծրագրերը եւս նպաստում են, որպեսզի մենք վատնենք մեր ժամանակը։ Նաեւ նշեցիք անձեռնմխելիության մասին, սակայն մենք փաստեր ունենք, որով ապացուցվում է, որ օրինակ հենց Facebook-ում չի ապահովում օգտատերերի անձեռնմխելիությունը եւ Facebook-ը փորձում է ստեղծել նկարների անօրինական մեծ բազա առանց օգտատերերի թույլտվությունը հարցնելու եւ այդ փաստը ներկայացնենք։ Դուք նաեւ նշեցիք կարոտախտի մասին, որ նրանք կարող են Skype-ով խոսել եւ իրենց կարոտը սպառել, այսպես ասած։ Նշենք, որ on-line խոսելը դա այդքան էլ լավ տարբերակ չէ, քանի որ երբ արդեն հանդիպում են առերես, նրանք խոսելու բան չեն ունենում եւ այսպես ասած սառում են հարաբերությունները։ Կցանկանայի անդրադառնալ ծնող ուսուցիչ հարաբերություններին, ճիշտն ասած, մենք դեմ ենք այդ պնդմանը, քանի որ ծնողները չեն կարող իմանալ իրենց երեխաների մասին ամեն ինչ, քանի որ ուսուցիչները դասարան ԿՏՄ կայքում չեն հայտնում իրենց կարծիքը յուրաքանչյուր երեխայի վերաբերյալ։ Զուտ ծնողները կարողանում են իմանալ երեխաների գնահատականները, թեկուզ եւ վարքը եւ նմանատիպ այլ բաներ։ Ճիշտն ասած, մենք չհավատացինք այն խոսքին, որ դասարան ԿՏՄ-ով դուք շփվում եք միմյանց հետ եւ իրարից իմանում, թե ինչ է տրված տանը համար հանձնարարություն եւ նաեւ Skype-ին կցանկանայի անդրադառնալ, արտասահմանում գտնվող մարդիկ այլևս չեն ցանկանում գալ Երևան, օրինակ, եւ տեսնել իրենց բարեկամներին եւ նրանք ընտրում են հեշտ տարբերակը, դա ըստ ինձ այդքան էլ լավ չէ, որովհետեւ այս մարդիկ դառնում են էլեկտրոնային, կարծես թե, որը որ ճիշտ չէ։ Կցանկանայի անդրադառնալ նաև ձեր առանցքային արժեքին, նույն ծաղկից մեղուն մեղր է պատրաստում, օձը թույն։ Եկեք վերցնենք հենց Facebook-ի Одноклассники կամ հենց Twitter-ի օրինակը։ Ասենք Однокласснիկում մեկը մտնում է իր պրոֆիլ ու ուզում է ինչ-որ նորություններ տեսնել։ Դա ամբողջովին անհնար է, որտեղ նա Однокласникում միայն կարող է հետևել իր ընկերների այդ նորություններին եւ չստանա, ասենք, Ամերիկայում կատարվող գործողությունների մասին նորություններ։ Նշեմ դասարան ԿՏՄ-ի օրինակը, որը ասիկ, որ պաշտպանվում է ծնող դպրոց կապը, բայց դա ամենևին էլ այդպես չէ։
Որտեվ ոչ մի ուսուցիչ այսօր չի համարում իր պարտականությունը կարծիքը գրել երեխայի մասին դասարկետում կամ առավելագույնը գոնե օրագիր բաժնում լրացնել այդ օրվա տնայինները։ Նշեցիք, որ տրաֆիկինգը նաև ամփոփության արդյունք է, ես կասեմ այսպես, որ Facebook-ում կարելի է պատասխանել յուրաքանչյուրի նամակին, իսկ ռեալ կյանքում, եթե քեզ ինչ-որ անծանոթը մոտենա եւ խոսի այլ թեմաներից, դու հաստատ չես շարունակի նրա հետ շփումը։ Դուք նաև նշեցիք, որ արաբական երկրների մասին, որ նրանց մոտ հեղափոխությունը առաջացրեց սոցիալական ցանցերի շնորհիվ, մենք նշենք, որ այդ հեղափոխությունը ոչ մի դրական արդյունք չտվեց, չհաշված այն մեծաթիվ զոհերը, որոնք տվեցին Եգիպտոսի եւ այդ արաբական երկրների հեղափոխությունը։ Եվ վերջում կցանկանայինք մեր եզրափակիչ խոսքը ավարտել այս խոսքով. շախմատում զինվորը առաջ գնում է, ետ չի գնում։ Շնորհակալություն բանավեճի համար։ Շնորհակալություն կողմ թիմ, դուք ձեր աշխատանքը այսօր ըստ էության ավարտեցիք, նրանց մնում է պարզապես սպասել դեմ թիմի եզրափակիչ խոսքի ավարտին, որից հետո արդեն նաև մեր այսօրվա հանդիպման խաղի հանգուցալուծումը պարզ կլինի։ Իդեպ նկատեմ, որ այսօր այս ժամանակահատվածները 5 րոպե, 10 րոպե ավելի քան նկատելի են, որովհետև թեման է միանշանակ ժամանակի մասին, ուստի այսօր յուրաքանչյուր վայրկյանը շատ թանկ է մեր մասնակիցների համար։ Դեմ թիմ, սպասում ենք ձեր եզրափակիչ խոսքին։ Սկսելով մեր եզրափակիչ ելույթը նախ անդրադառնանք ձեր բացթողումներին։ Դուք ձեր կառուցողական ելույթում ասացիք, որ խաղերի վրա երեխաները ժամանակ են ծախսում եւ դրանք տեղադրված են սոցիալական ցանցերում։ Բայց թե անգամ սոցիալական ցանցերը չլինեին, երեխաները կարող են այդ խաղերը պարզապես վերբեռնել ինտերնետից, համացանցից եւ խաղալ եւ նաեւ ժամանակ ծախսել։ Դուք նաև մեր հարցին, թե այն հարցին, թե ինչպես կպարզաբանեք, որ Տարոն Մարգարյանը կատարել է 8-ամյա շուտիկի խնդրակը, դուք շեղվեցիք եւ ասացիք, որ Արմեն Աշոտյանը լուրջ չի վերաբերվում իր էջին եւ այլն։ Դուք ձեր եզրափակիչ ելույթում ասացիք, որ Skype-ի շնորհիվ, ավելի ճիշտ Skype-ի պատճառով մարդիկ չեն ցանկանում գալ Երևան եւ տեսնել իրենց քաղաքը։ Բայց մենք կարծում ենք, որ դա ոչ թե Skype-ի պատճառով է, այլ հնարավորություններ չունենալու պատճառով, քանզի բոլոր մարդիկ այդ հնարավորությունն ունեն, բնականաբար կօգտվեն այդ հնարավորությունից եւ գալ իրենց երկիր, իրենց բարեկամներին կտեսնեին։ Եվ նաեւ ես մի բան շեշտեմ, դուք ասացիք ձեր եզրափակչի ժամանակ, որ Одноклассники.ru կայքը իրենից չի ներկայացնում ինչ-որ տեղեկատվական աղբյուր, դա ոչ թե սխալվեցիք, այլ ինքն տեղեկատվական է նաև, եթե այցելեք տարբեր սոցիալական կայքերից բացի կան նաև News.am, Slack.am լրատվական կայքեր, այնտեղ կա հատուկ պլագիններ տեղադրված, այդ պլագինների շնորհիվ, եթե դուք սեղմեք կլաս կամ հավանել կոճակները, դուք հաստատ ձեր ընկերները նույնպես կտեսնեն այդ լուրը։ Դուք ձեր կառուցողական ելույթում ասացիք, որ երեխաների մոտ ավելի են շատանում ծխելը, խմելը սոցիալական ցանցերի պատճառով, եւ այդպես է չնշեցիք, թե այդ հետազոտությունը ովքեր էին կատարել, իսկ մենք կարծում ենք, որ դա ավելի շուտ ծնողների բացթողման արդյունքն է, քան սոցիալական ցանցերը։ Դուք նաեւ ասացիք, որ երեխաների մոտ նյարդային համակարգն է խախտվում սոցիալական ցանցերի պատճառով, դա նորից կարելի է վերագրել ծնողների բացթողմանը։ Դուք նշեցիք, որ ամբողջ աշխարհի բնակչության 1/4 մասը օգտվում է սոցիալական կայքերից եւ ինչպես նաեւ հավելեցիք, որ ընդհանրապես օգուտ չի կարող լինել սոցիալական կայքերից։ Մեր թիմը չի կարծում, որ հնարավոր է նման բան, որ ամբողջ աշխարհի բնակչության 1/4 մասը լինի այնքան ազատ, որ ամբողջ օրը կարողանա մտնել սոցցանցեր ժամանակ վատնելու համար։ Ինչպես նաև մենք չենք հասկանում, թե ինչն է վատ կողմը այն բանի, երբ որ նույն մարդիկ նույն թեմայով հետաքրքրվող մարդիկ կարող են հավաքվել մի էջի շուրջ եւ քննարկել իրենց ուզող թեմաները։ Կարծում եմ դա օգուտ է բերում մարդկանց։ Եվ դուք ասացիք, որ երեխաները երբ որ իրար հետ խոսում են դասերի մասին, թեմայից կարող է նոր թեմա բացվել։ Այդ դեպքում չեմ հասկանում, թե ինչ եք առաջարկում այդ դեպքում։ Դուք չնշեցիք, թե եթե ժամանակ են վատնում սոցցանցերում, ապա ինչով կարող են զբաղվել, եթե ոչ սոցցանցերում, որովհետև եթե հեռախոսով չեն կարող խոսել, այսինքն տեսազանգի միջոցով թեկուզ, ապա ինչպես կարող են նրանք տեղեկանալ օրինակ դասերի մասին։ Եվ ինչ վերաբերում է դասան AM կայքին, դասան AM կայքում կա առաջադիմություն բաժինը,
որտեղ ծնողները կարող են իմանալ երեխայի առաջադիմության մասին, կարող են իմանալ տնային հանձնարարությունները եւ գնահատականները։ Կարծում եմ այդ ամեն ինչը բավարար է, որպեսզի ծնողները կարող են այդպեսով հետևել երեխաներին, որպեսզի նրանք կատարեն իրենց տնային հանձնարարությունները եւ նրանք կարող են արդեն հերիք է այդ ամենը, որպեսզի վստահ լինեն, որ իրենց երեխայի վարքը կարող է լինել լավ կամ վատ։ Ձեր եզրափակիչը հագեցված էր նոր փաստերով, ասեմ, որ չէր կարելի, նաև ասեմ, որ դուք ձեր կառուցողական ելույթում պետք է բերեիք նոր փաստեր միայն սոցիալական ցանցերի մասին, բայց դուք ձեր կառուցողականում փաստերը բերում եք ինտերնետի մասին։ Ճիշտ է, սոցցանցերը ինտերնետի բաղկացուցիչ մասն են, բայց ինտերնետը մեր այսօրվա թեման չէր, նաև ասեմ, որ եթե ժամանակի վատման միջոց լիներ, ամբողջ աշխարհը չէր օգտվի սոցցանցերից եւ ձեր փաստերից, ձեր եզրափակիչից մենք հասկացանք, որ դուք փոխեցիք ձեր դիրքորոշմանը եւ հասկացաք, որ սոցիալական ցանցերը ժամանակ վատնելու միջոց չեն։ Դուք նշեցիք Վիկիպեդիա կայքի մասին, նշենք, որ Վիկիպեդիայում բոլոր նյութերը չէ, որ հավաստի են։ Վիկիպեդիայում կարող եմ խմբագրել եւ ես եւ ընկերներս, այսինքն այն հավաստի աղբյուր չի կարող հանդիսանալ 100%-անոց։ Ինչ վերաբերում է Одноклассники կետրու կայքին, ապա դուք նշեցիք, որ այն ուղղակի լուրեր կամ ինչ-որ նորություններ ստանալու կայք չէ, նշենք, որ դա ժամանցային կայք է իրենց ներկայացնում եւ այնտեղով դու կարող ես ուղղակի շփվել քո ընկերների հետ։ Իսկ ինչ վերաբերում է Facebook սոցիալական սոցցանցին, ապա նշենք, որ այնտեղ լայքելով ընդամենը 1 էջ կարող ես իմանալ աշխարհի անցուդարձի մասին։ Եվ եզրափակելով մեր խաղը նշենք, որ մեր տեսակետն է ավելի արդիական է ու ճիշտ։ Եթե դուք մինչև այժմ սոցցանցերը ծառայեցել եք ձեզ որպես վնաս, ապա մեր թիմից ձեզ խորհուրդ սոցցանցերից միայն օգուտ քաղաք։ Շնորհակալություն խաղի համար։ Դեմ թիմ, շնորհակալություն եզրափակիչ խոսքը ներկայացնելու եւ ժամանակի մեջ տեղավորվելու համար, վերջ բանավեճը ավարտված է, բայց իհարկե նոր է սկսվում մեր դատավորների աշխատանքը, քանի որ նրանք նախորդող րոպեների ընթացքում ուշադրությամբ հետևում էին թիմերի յուրաքանչյուրին եւ արդեն պատրաստ է նրանց կարծիքը, որ ներկայացում են մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ հիմա պիտի լսենք։ Կաճ անդրադառնամ ձեր ելույթներին։ Նախ դեմ թիմի ելույթի մասին ասեմ, որ նրանք սկզբում նշեցին իրենց դիրքորոշումը եւ տվեցին սահմանումը եւ հիմնավորեցին իրենց ելույթը, ինչով դա դերականորեն առանձնացավ։ Կողմ թիմի մասին ասեմ, որ պատասխանների ժամանակ նրանք ավելի արագ էին կողմնորոշում եւ նրանց մոտ ավելի լավ թիմային աշխատանք էր նկատվում՝ ի տարբերություն դեմ թիմի, որը շատ երկար ժամանակ էր տրամադրում հարցերի պատասխանների համար։ Սակայն կողմ թիմի համար պետք է ասեմ, որ ձեր հարցերը այդքան էլ լավը չէին եւ ամենակարևորը ուզում նշել, որ բանավեճի ժամանակ երբեք մի տվեք հարցեր, որոնք կարող են պարունակել այո կամ ոչ պատասխան։ Այսինքն դուք հարցը տալիս եք, նրանք պատասխանում են այո կամ ոչ եւ որևէ քննարկում չի լինում։ Եվ երկու թիմերի բաց թողում որպես նշեմ, որ ձեզ եզրափակիչ ելույթները ոչ թե օգտագործեցիք, որ ձեր դիրքորոշումը ամրապնդեք, այլ երկուստ էլ օգտագործեցիք ձեր եզրափակիչ ելույթները, որպեսզի քննադատեք հակառակորդ թիմին, ցույց տալ նրանց սխալները, ինչը դա դատավորների գործառույթն է։ Դուք պետք է ձեր ուժեղ կողմերը ցույց տայիք։ Այսքանը։ Շնորհավորում եմ երկու թիմերին էլ, որովհետև կարծում եմ ստացվեց ամենակարևորը ինֆորմացիայի փոխանակում, ինչը դուք կկարողանաք ծառայեցնել իշահ ձեզ եւ իշահ ձեր ժամանակի ճիշտ կազմակերպմանը։ Անդրադառնալով կոնկրետ փուլերին, ուրեմն առաջին փուլում առավելություն ուներ դեմ թիմը, որովհետև դուք ներկայացրեցիք սոցիալական ցանցերի առավել մեծ ասպեկտներ, խոսեցիք հասարակության սոցիալապես ավելի խոցելի խմբերի սոցիալիզացիայի մասին եւ դրանով ավելի հարուստ դարձրեցիք ձեր ելույթը, ի տարբերություն կողմ թիմի, ում տնային հանձնարարությունը ավելի թերի էր կատարված։ Մինչդեռ երկրորդ փուլում կողմ թիմը ուներ զգալի առավելություն, որովհետև հարց ու պատասխան այն փուլն է, որտեղ պիտի երևա արդեն ձեր մտքի ճկունությունը եւ ձեր հարցերը ու պատասխանները դուրս էին բերվում անմիջապես խաղի process-ից, մինչդեռ դեմ թիմի հարցերը մեծամասամբ նախապես մտածված էին եւ դուրս չէին բերվում կողմի կառուցողական ելույթից։ Ինչ վերաբերում է եզրափակիչ փուլին, կողմ թիմը թույլ տվեց մի տեխնիկական սխալ, չի կարելի եզրափակչում բերել նոր փաստեր եւ ներկայացնել թղթեր, եւ դեմի եզրափակիչը ավելի կառուցիկ էր եւ կարողացաք ձեր մտքի ճկունությամբ վերլուծել ամբողջ խաղը։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալություն եմ հայտնում երկու թիմերին էլ գեղեցիկ եւ բովանդակալից բանավեճ մատուցելու համար։ Անդրադառնալով խաղին կցանկանայի նշել, որ երկու թիմերն էլ իրենց կառուցողական ելույթները
թղթերից էին կարճում, այսինքն բավականին պատրաստված չէին եւ դա ազդեցիկ չէր լինում արդեն ձեր կառուցողական ելույթների, իսկ բանավեճը դա խոսքի մրցույթ է, իսկ խոսքի մրցույթի ժամանակ պետք է ձեր խոսքը լինի ազդեցիկ, ձեր ելույթները լինեն ազդեցիկ։ Նաեւ կցանկանայի նշել, որ լարված էր մի փոքր կողմ թիմը, երևի դա գալիս էր նրանից, որ լավ ծանոթ չէր տեքստին։ Հարց ու պատասխան փոլին անդրադառնալով ցանկանամ նշեմ, որ իհարկե կողմ թիմի հարցերը թույլ էին, բայց նկատվում էր ընդհանուր թել, այսինքն ուզում եք ինչ-որ կետի հանգեցնել, այսինքն կար հետևողականություն հարցերի մեջ, բայց թույլ էին հարցերը։ Նաև կցանկանամ դեմ թիմին ասել, որ դասարան կետեմ կայքը դա ոչ թե սոցիալական ցանց է, այլ տեղեկատվական կայք, եւ դա պետք չէր օգտագործել ձեր կառուցողական ելույթի եւ ընդհանուր խաղի ժամանակ։ Իսկ ինչ վերաբերվում է մնացածին, իմ գործընկերները արդեն նշեցին, եզրափակիչ ելույթի ժամանակ էլ նաև ես նորից կցանկանամ նշել, որ պետք չէ միայն ձեր խաղի վերլուծությունը դիմացին հակառակորդ թիմի խաղի վերլուծությունը ներկայացնել, այլ պետք է ձեր դիրքորոշումը ամրապնդել։ Այսինքն դուք ձեր խաղը նույնպես պետք է փորձեք վերլուծել։ Հարգելի դատավորներ, ես համոզված եմ, որ ձեր խորհուրդներն ապագայում շատ են պետք լինելու մեր աշակերտներին, քանի որ նրանք տարեցտարի մեծանում են, աճում եւ նաեւ հմտանում են բանավեճի արվեստում, իսկապես համոզված եմ, որ այս ցուցումները նաեւ ապագայում կկիրառեն, սակայն հիմա ճիշտ ժամանակն է ցուցումները մի կողմ դնել եւ անցնել միավորներին։ Նախ պիտի խնդրեմ գնահատել կողմ թիմի խաղը միավորներով։ 15 միավոր վաստակում է կողմ թիմը, ծափարենք նրանց։ 15 միավոր վաստակել է կողմ թիմը եւ տեսնենք թե այս միավորները քանիսի հետ են մրցելու դեմ թիմի գնահատականները խնդրում եմ եւ 18 միավոր վաստակում է դեմ թիմը այսպիսով դառնալով մեր այսօրվա հանդիպման հաղթողը այս ապահարությունները ձեզ Իսկապես անհաշվելի են այն տարբերակները, որոնցով կարելի է սպառել ժամանակը։ Ես համոզված եմ, որ այն 40 րոպեները, որ անցկացվեցին այստեղ այս տաղավարում, այս բանավեճի մասնակիցները, միանշանակ չի կարելի անվանել ժամանակ վատնել։ Նրանք սովորում են բանավիճել քաղաքակիրթ, իրենց մտքերը ու փաստերը ներկայացնել այնպես, ինչպես որ հարկն է։ Հերթական թեմայով ու նոր թիմերով մենք հանդիպելու ենք ընդամենը մեկ շաբաթից Երկիր մեդիայի եթերում։ Հաջողություն։ Հաղորդման ընթացքում մասնակիցների արտահայտած տեսակետները կարող են չհամընկնել ծրագրի կազմակերպիչների տեսակետների հետ։